Հիմա բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Մեկ ձեզ օգտակար է, պիտանի է, հա։ Բարև։ Սա մեր այս հա էս չի։ Հա, օքեյ, օքեյ։ Հա, եղել եմ ես տեղ։ Այս սուբվենցիայով սարքած։ Հա։ Ահա։ Ձգվում եք սրա վրա, հա։ Օգտակար է, պիտանի է, հաստատ։ Բայց երեխեքը պարուն են էլի այսօր։ Պարի օրնա, պարեն, հաճիկով։ Բրավո, իմիջայլոց ապրեք, ես հայտարարություն ունեմ մի նոր այս ընթացքում խոսեցի նախարարի հետ, կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը դեռ չենք ընդունել, կոմիտեում է, առաջիկա մյուս շաբաթ կամ հաջորդ շաբաթ կընդունենք։
կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Նախագահ Արթուր Արարչյան։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Շատ հետաքրքրված ենք, թե ինչ եք ասելու այս նախագծի մասին։ Ուրեմն Workout մարզահրապարակ է, որտեղ ներառված են բոլոր մկանախմբերի համար մարզասարքեր։ Նախ առաջինը ներողություն, այսինքն սա ստանդարտին համապատասխան է մարզահրապարակ։ Workout մարզաձևի միջազգային ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ է եւ ֆեդերացիան անձամբ հսկել է ամբողջ կառուցման ընթացքը։ Մարզահրապարակում առկա է նաեւ երկու մարզասարք, մեկը ձեր ետևի մասում է։ Շարժասայլակով տեղաշարժվող անձանց համար է, մի փոքր լայնեցված են զուգաձողերը, որպեսզի կարողանան ներս մտնել եւ օգտվել։ Եվ մյուս մարզասարքը ունենք մյուս հատվածում մեջքի վրայից ծանրաբեռնվածությունը հանելու համար է։ Եվ հրավիրում եմ ձեզ ցուցանակի մոտ, սա նախարարության հետ համատեղ Բարև ձեզ, տղաներ, դուք սառակ, ձեզ էի նայում անընդհատ, մենք հագնվում ենք ձեզ։ Շատ լավ։ Սա տեղեկատվական վահանակն է, որը նույնպես համատեղ իրականացվել է։ Առաջինը ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի օգտվել սարքերից։ Սա այն մարդկանց համար է, ովքեր սմարթֆոնից չեն օգտվում։ Իսկ ովքեր սմարթֆոնից օգտվում են, ունենք QR կոդ, որը սկանավորելով բացում է հայերեն տարբերակով վիդեո դասեր, որը հասանելի է Workout.am կայքում։ Վիդեո դասերը այս պահին 5-ն են, սկսնակների, փորձառուների եւ աղջիկների համար։ Եւ ամեն մի քանի ամիսը մեկ ցանկը մեծանում է։ Հիմա մենք քանիսը ունենք հանրապետությունում, որ կառավարությունը կառուցել է։ 10 մարզահրապարակ է։ Պատրաստ են, որտեղ են։ Ջերմուկում, Կապանում, Բերդ եւ Ճամբարակ համայնքներում։ Հիմա, բայց մեր ակնկալիքն է նա, որ նաեւ ֆեդերացիան ակտիվ աշխատի, որովհետեւ ինքը նոր բան է մեր իրականության մեջ։ Հիմա այն տղաները Ճամբարակից են, թե ուրիշ տեղից են։ Տղաները մեր թիմի տղաներն են, բայց Ճամբարակից նույնպես ունենք։ Դե հիմա պետք է մեր խնդիրը տևյալն է։ Մենք եթե արդարացնում է իրան, մենք ուզում ենք ամբողջ հանրապետությունում մեծ ծավալներով այս նախագիծը անենք, բայց այստեղ շատ կարևոր է, որ ֆեդերացիան ակտիվ տեղերում ակտիվ աշխատի եւ երիտասարդության ներգրավի, որովհետեւ գալու են նայելու են, այսինքն ինչ որ մի բան պետքա տեղից փոկվի, որ սկսեն, այսինքն որտեղ համայնքա կորիզա ձևավորվել համայնքում, այսինքն գակ մի փոքր կորիզ նախարարության հետ, մարզպետարանի համայնքի հետ մի փոքր կորիզ ձևավորեք, ովքեր ազարտի մեջ ընկնեն, արդեն կիմանանք, որ իրանց շուրջ կհավաքվեն եւ տեղի կունենա, որ համոզվենք, որ ծախսը ճիշտ են անում։ Եվ հենց այդ գործունեություններ ֆեդերացիան անում է, մենք բոլոր մարզահրապարակներում, որը կառուցվում է, անպայման բացման միջոցառում է արվում եւ հետո ստաբիլ աշխատանք է արվում։ Շատ կարեւոր է։ Նախարարության հետ քննարկման փուլում է այդ հարցը, որ բոլոր կառուցված մարզահրապարակներում լինեն հրահանգիչ մարզիչներ, մեր կողմից վերապատրաստում են անցնելու եւ այստեղ Այդ իմիջիայլը շատ կարեւոր բան է, որ տեղացի հրահանգիչներ մենք ունենանք, որ ինքը շարունակի այդ Պարոն վարչապետ, հիմա փորձում ենք ֆիզկուլտուրայի ուսուցիչներին ներգրավել։ Շատ ճիշտ գաղափար է։ Շատ ճիշտ գաղափար է։ Նաև որ ֆիզկուլտուրայի դասերը Հա, դասերին գան, այո, շատ լավ գաղափար է։ Տեղում կարող են լինել այդ Շատ լավ գաղափար է։ Հիմա որոշ տեղերում դժվարություններ ունենք, բայց կլուծենք այդ հարցերը, դա շատ կարևոր է։ Այո, շատ լավ։ Եվ առաջարկում եմ 1 րոպեով ցուցադրական Հաճիկով, որտեղ կանգնենք։ Իմիջիայլոց ինչքան է տարածված մարզաձևը ընդհանրապես։ Երևանում մարզաձևը տարածված է։ Երևանում 30-ից ավել մարզահրապարակ է կառուցված եւ մեծ մասը Երևանի քաղաքապետարանի միջոցներով։ Իսկ զբաղվողներ կան։ Այո, բոլոր մարզահրապարակներում քիչ թե շատ մարզվում են եւ ֆեդերացիան էլ այնտեղ այս պահին բացօթյա մարզումներ անցկացնում է։ Մենք ձևի զարգացումը շատ կարևորում ենք, շատ։ Բաններ պատրաստ եք։ Կարող է, այո։ Այո։ Իսկ ինչքան է նստում այսպիսի հրապարակ։ Հիմա մեր թիմի տղաները ցույց կտան, թե ինչպես օգտվել այս մարզասարքերից։ Ես հատուկ ուզում եմ նշել, որ տղաները ուրիշ ինչ-որ մարզաձևով չեն զբաղվում եւ այն ամեն ինչ որ կտեսնեք սովորել են ահա այսպես բակային պայմաններում։ Իհարկե իրանք 5-6 տարի եւ ավել է մարզվում են, բայց այն ինչ որ հիմա ցույց կտան, դա հնարավոր է սովորել այսպես բակային պայմաններում։ Ես կխնդրեմ եւս 2-3 քայլ հետ գնաք, ռեզինի ծածկույթից խնդրում եմ դուրս գալ, որտեղ տղաները շատ հետաքրքիր եւ sense թռիչքային վարժություններ են կատարելու։ Բայց երեխեք անելու են, որ հետո դուք սովորեք այս նույնը։ Եվ հետո միասին մենք այսպես Գիտես։ Ասում եմ ես գիտեմ։
Մենք բոլորի մասնակցությամբ նաև ֆլեշմոբ ենք պատրաստել։ Շատ Եթե պատրաստ եք, եկեք մի հատ բարձր ծափահարենք եւ սկսենք։ Բայց իրանք չեն խանգարելու ընդեր։ Կարաս անես տենց։ Լավ։ Այն դուք տեսնում եք, դա ուղղակի սկսնակների համար է։ Հիմա կխնդրեմ տղաները ցույց տան մի փոքր ավելի բարդ հնարքներ։ Եկեք բարձր ծափահարենք տղաներին, նրանք ինչքան ոգևորվեն, այնքան ավելի Օй։ Երեք, երկուս, մեկ, գնացի։ Դե լավ, հա։ Էդգար Պապոյանը այս պահին Հայաստանի գործող չեմպիոն է, ով նաև աշխարհի առաջնությանը է պատրաստվում։ Դե լավ։ Բրավո։ Երբ տղաները կախվում են ձողերից, կարծես թե գրավիտացիան անջատվում է ձգողականությունը։ Եվ այդ ամենը նրանց մարզումների և մկանների ուժի արդյունքն է։ Լավ, բայց մեր համար շատ կարևոր է, որ դուք ուղղակի այս ամենը չնայեք երեխաներ, քանի որ սա YouTube-ը չի, սա հեռուստատեսություն չի, այս ամենը իրական է։ Եկեք մի հատ բարձր ծափահարենք տղաներին։ Եվ հիմա հիշում եք, ես ասում եմ, որ փոքրիկ ֆլեշմոբ ենք անելու։ Եվ ես ուզում եմ միասնականություն տեսնել ձեր մեջ, իսկ այդ միասնականությունը կարելի է նաև սպորտի միջոցով դրսևորել։ Հիմա ինչ ենք անում, ես ասում եմ մեկ, բոլորով միասին կատարում ենք այսպես կքանից և գոռում ենք մեկ, կարող եք, եկեք նա փորձենք, մեկ, ես մի քիչ լավ չեմ լսում, մեկ, շատ լավ է, երկուս, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, Հանուն ուժեղ ճամբարակի, 8 Հանուն ուժեղ Հայաստանի, 9 Հանուն միասնական Հայաստանի, 10 Կեցեք, շնորհակալություն ձեզ, կարող եք արդեն ներս գալ և մեր տղաները կօգնեն ձեզ վարժություններ կկատարեն։ Հիմա ես մի հարց ունեմ, հիմա այս սարքերի որակը նորմալ է, ամեն լավ է,
Այսինքն իրոք Մենք հետեւյալ լուծումը ֆեդերացիան, քանի որ ստանդարտները տրամադրել է շինարարություն նախագծման փուլում, մարզասարքերը երկշերտ փոշեներկված են, դա հիմնական խնդիրներից մեկն է։ Ցինկապատ նախաշերտով է փոշեներկված, որը շուտ չենթարկվի կոռոզիայի։ Իսկ բոլոր չափերը, ձողերի հաստությունը Չէ, նկատի ունեմ հիմա ասենք ենթադրենք իրոք այն ինչ որ պետք է, էլի։ Այո, իհարկե, ես կխնդրեմ Իսկ դուք նախագծման եւ այդ նյութերի բանի ընթացքում մասնակցում են ֆեդերացիան իրանք մասնակցում։ մարզասարքերի բոլոր դասավորությունը, եզրաքարերից հեռավորությունը ֆեդերացիայի հետ համաձայնվեցել է։ Շատ լավ, շատ լավ։ Ով էր ասում, դու էիր ասում որ գիտես։ Դե արա տեսնեմ։ Բայց արդեն տեսակ ոնց են անում տղաները, արդեն մի քանի տարուց իհարկե շատ զգուշ առանց շտապելու այնտեղ խորհուրդները տրված են։ Առանց շտապելու պետքա մարզվեք, միջև դուք էլ կարողանաք այդպես անել։ Օգնեք տղեկ, թողանեն հերթով նորից։ Ահա, հլո։ Այդտեղ է սովորել։ Այդտեղ է սովորել, ապրես, արդեն ուրեմն արդեն աշխատում է։ Շատ ապրեք։ Բայց ոչ միայն ուզում է, այլև կարա, այդ կարևոր է, որտեղ մենակ ուզելը բավարար չի։ Վարչապետ, մի հետաքրքիր նախադեպ ենք նկատել, որտեղ մարզարապարակը կառուցվում է, 1-2 տարի անց արդեն խմբեր են ձևավորվում առանց նույնիսկ ֆեդերացիայի Հեսա իրոք երեխեքը զբաղվում են փաստորեն։ իրենք սոցիալական ցանցերի միջոցով TikTok, Instagram, Facebook մեր վիդեոդասերը տեսնում են կամ առհասարակ։ Ոյքո, արդեն լուրջ է, ապրեք, ուրեմն այս ծրագիրը լավ ծրագիր, արժե այս ծրագիրը շարունակել։ Շանակ երկու ձեռքով կողմենք։ Շատ լավ, մենք անկեղծ ասեմ, չգիտեինք, որ Հայաստանում արդեն տենց կայացած համայն կա, հույս ունենք, որ ամբողջ Հայաստանով կտարածեք։ Մենք ամեն ինչ պատրաստվում ենք։ Շատ ապրեք։ Ապրեք երեխեք ջան։ Շնորհակալ ենք կրկին, հաջողություն, երբ աշխարհի առասությունը։ Օգոստոսին։ Հաջողություն եմ մաղթում։ Ապրեք։